Էլեկտրական ցանցերը խլեցին Սամվել Կարապետյանի ձեռքից։ Այդ ամենը տեղի ունեցավ հայկական պատվիրակության Թուրքիա այցի ձեռքով։ Ձեր կարծիքով խլեցին որ ինչ անեն։ Որտան թուրքերին։ Որտեղ թուրքերին պատվիրակություն ա գնացել Թուրքիա, ես հավաստի տեղի իրանք էլ չեն երկում, որ գնացել են, որպեսզի այլ ընտրանքային նոր տեղեր գտնեն, որտեղ փնտրվեն Թուրքիայում։ Հիմա Հայաստանը մեծ վիճակի մեջ է, որ ես եմ, ամեն բանի էլ սպասում ես։ Ձեր կարծիքով Կարապետյանի ձեռքից էլեկտրական ցանցերը խլեցին, որ ինչ անեն։ Ոչ մի բան, իրանք վեկալեցին իրանցը, որ դա լինի։ Ոչ թե Հայաստանի պետությանը լինի այդ էլեկտրական բաները։ Ես իծևի եմ կարծում չի։ Որ ինչ անեն, որպեսզի սան թուրքական ընկերությունն է, որպեսզի Հայաստանը էլ ավելի վատ վիճակ սարքեն։ Մի քիչ հավատում եմ նրան, որ վաճառեն կամ ինչ-որ էլի տենց կամ բայց Թուրքիայի հետ կապված կոնկրետ դրան էլ եմ հավատում էլի, որ շատ հնարավոր է հենց որովհետև հակահայ գործողություններ են էլի անում, ինչ անում են հայի բնավորությանը, հայի տեսակին հակառակ է էլի, օրինակ չգիտեմ, թե եկեղեցու հետ կապված, թե խաղաղության պայմանագիրը ինչ է, դրա հետ կապված չեմ կարծում էլի, ինչ իրանք անում են, իմ մտածածին տեսած հայի տեսակի հակառակ պատկերն է լրիվ։ Համացանցում երևում է խոսում են, որ պետք է տան Թուրքիային։ Ինչի պետք է տան, թող մնա հայկական։ Իրանք օգտագործեն, այդ շահույթը երևի իրանց համար, թե չէ չեն վերելու տանին, որ տանից կես տամ ձեզ։ Որ պետական ասեն, հետո վաճառեն Թուրքիային, իմ կարծիքով։